Տիգեն Յարմալյան 11-ն ուղիղ։ Հարգելի գործընկերներ, օրակարգը ձեզ բաժանված է մեր 11-րդ նիստի, ովքեր են կողմ օրակարգին։ Օրակարգի հետ կապված մինչև 3 առաջին նախագծի Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված նախատեսվել է պաշտպանության նախարարի մասնակցությունը, ինչ որ Եթե հարցը ես տվել եմ փոխնախարարին, որովհետև ես էլ ակնկալում որ պետք է նախարարը մասնակցի, սա կարևորագույն օրենք է, բայց գիտեք որ վերջին շրջանում պաշտպանության նախարարը վատառողջ էր եւ ինչպես ներկայացրեց փոխնախարարը նման է, որովհետև առողջական խնդիրը սրսուր էր Եվ կարծում եմ, որ մեզ դա պետք է չշեղի, հարցը այնքան կարևոր է, որ մենք պետք է մանրամասն քննարկենք։ Ցանկալի կլներ, հետո երևի հանձնաժողովով էս իրավիճակը։ Երկրորդ հարցը, նախագիծը Հայկ Սարգսյանի ներկայացրածն է օրակարգում։ Կա նաև կառավարության կողմից առաջարկներ։ Հիմա անհասկանալի է Հայկ Սարգսյանը ընդունել է այդ առաջարկները, թե երկրորդ ընթերցման տարբերակում է, որ մենք հնարավորություն կունենանք նախագծի հեղինակին այդ հարցերը ուղենք, ստանանք պատասխան եւ մեր քննարկումը ես կարծում եմ բովանդակային առումով լինելու է շատ մանրամասն, որպեսզի քվեարկելուց առաջ մեր մոտ որևէ հարց չառաջանա։ Եվ սա ասեմ ձեզ, որ այս հարցը ըստ օրակարգային ընթացակարգերի տարբեր տեղ է քննարկվել, նաև քաղաքացիական պայմանագիր ֆրակցիայում է քննարկվել եւ այստեղ մենք մանրամասն այնտեղ են քննարկում ունեցել եւ այն քննարկման ժամանակ Պաշտպանության նախարար պարոն Պապիկյանը ինքն այ մասնակցել է։ Դա ինչ որ է, մենք օրակարգ եկեք հաստատենք, սկսենք աշխատել օրակարգի, հա, հերթականությամբ եւ շարժվենք կանոնակարգ օրենքի պահանջներով։ Եթե ուրիշ հարցեր չկան, ովքեր են կողմ այսօրվա օրակարգին խնդրում եմ քվեարկել կողմ, դեմ, ձեռնպահ չկա, միաձայն մենք քվորում ունենք Պարոն Սարգսյան, ձեր հեղինակած օրինագիծը խնդրում եմ ներկայացնեք, ես տեսնում եմ դուք պատրաստված եք, համեցեք։ Ես ժամային բան չեմ ուզում դնեմ, եթե կողմ եք, բայց մի փոքր, ասեմ, 20 րոպեն բավարար է ձեզ։ Այո, շատ լավ։